Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության երկրներն արդեն իրականացրել են Ուկրաինային 2 միլիոն փամփուշտ տրամադրելու նախաձեռնության 2/3-ը։ Հասկանալի է, որ մենք պետք է աջակցենք Ուկրաինային եւ ես գոհ եմ, որ մենք արդեն ունենք իմ զինամթերքի 2/3-ը, բայց մենք պետք է ավելին անենք, ասել է նա Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործ նախարարների հանդիպումից առաջ։ Նրա կարծիքով համայնքային երկրները նույնպես պետք է առավելագույն ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա խաղաղ կարգավորման հաջողության համար։ Ավելի վաղ Կալասը հանդես էր եկել Կիևին 2 միլիոն փամփուշտ տրամադրելու նախաձեռնությամբ եւ հայտնել, որ առաջադրանքի կեսն ավարտված է։ Վլադիմիր Զելենսկին եւս մեկ անգամ դժգոհել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարել լրացուցիչ պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր, չնայած նախկինում տրված խոստումներին եւ գործընկերներին մեղադրել է քաղաքական կամքի եւ Ուկրաինան պաշտպանելու ցանկության բացակայության մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը հայտնել էր, որ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է ամերիկացի առաջնորդին հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումներ, հատկապես Պատրիոտ համակարգ։ Թրամփը համաձայնել է ուսումնասիրել տարբերակները, հատկապես Եվրոպայում առկա տարբերակները, ասել է Լևիտը։ Ավելի ուշ Զելենսկին ափսոսում էր, որ ինքը չի դրդել ԱՄՆ-ին ստանալ Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի արտադրության լիցենզիա։ Զելենսկին տարակուսանք է հայտնել Պատրիոտ զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման անհնարինության առնչությամբ, չնայած 2024 թվականի ամռանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովում տրված խոստումներին։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ջանքեր են գործադրվում Իսրայելի հետ ապագա բախումներից խուսափելու համար։ Թուրքիան ամեն ինչ անում է փոխարինելու Իրանին Կովկասում եւ Սիրիայում, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները տապալեցին Բաշար Ասադին, որին Իրանը երկար ժամանակ աջակցում էր։ Ընդ որում Սիրիայում նվազեցվել է իրանական ազդեցությունը։ Հայաստանը հնարավոր է դարձել է Իրանի վերջին լծակը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, նշվում է հոդվածում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել ԵՄ-ին Ռուսաստանի նկատմամբ նոր ամենածանր պատժամիջոցներ սահմանել։ Ես Եվրամիությանը կոչ եմ անում ամենածանր պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի խեղդեն նրա տնտեսությունը եւ թույլ չտան նրան ամրապնդել իր ռազմական դիրքերը, ասել է նախարարը։ Բարոնը նաեւ հայտարարել է, որ ոչ միայն ԵՄ-ն, այլև ԱՄՆ-ն կարող են օգտագործել պատրաստի պատժամիջոցները, որպեսզի ստիպեն ռուսական կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայի զոն ընդունել է ռազմաճակատում ռուսական բանակի տեխնոլոգիական առավելությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը։ Իմ կարծիքով ռուսական կողմն այսօր իսկապես տեխնոլոգիապես մեզանից լավ է հագեցված, իրավիճակը գնահատել է զինծառայողը։ Ուկրաինական զորքերը ըստ զինվորականի իրական պաշտպանություն չունեն այն ամենից, ինչը ամենամեծ կորուստներն է բերում՝ անօդաչու թռչող սարքեր, հետախուզություն եւ հրետանի։ ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստորագրել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր։ Մայիսի 19-ին կայանալիք ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական սպառնալիքների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ըստ հրապարակման, Թրամփի վարչակազմի գործողություններով առաջացած գլոբալ անկարգությունները ուժեղացնում են Բրյուսելի վճռականությունը, ստորագրելու պաշտպանության եւ անվտանգության պայմանագիր Լոնդոնի հետ, որը թույլ կտա բրիտանական ընկերություններին մասնակցել զենքի համատեղ գնումներին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու ԱՄՆ նախագահի սպառնալիքները եւ Ռուսաստանին ուղղված նրան նախաձեռնությունները ստիպել են եվրոպական երկրներին հավաքականորեն վերազինվել եւ ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Նրանք նաեւ քննարկում են ուժերը միավորելու հնարավորությունը, պաշտպանելու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավորած կամավորների կոալիցիան ճանապարհ է հարթել հաջորդ ամիս գագաթնաժողովում պակտի ստորագրման համար։ Աղբյուրը նշել է, որ այս համաձայնագիրը ուղղակի անհրաժեշտ է հաստատելու բրիտանացիների վերադարձը համատեղ համագործակցությանը։
Հոլիվուդը դադարել է պրոպագանդել բազմասեռականությունը եւ այժմ վերադարձել է ընտանեկան արժեքներին, գրել է Ֆիգարոն։ Ըստ պարբերականի, կինոընկերությունները կրճատում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող հերոսների մասնակցությամբ ֆիլմերի եւ սերիալների թիվը եւ ավելի հաճախ են անդրադառնում կրոնական թեմաների եւ գյուղական կյանքի մասին պատմություններին։ Նման փոփոխությունների պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է։ Դիսնեյը հրաժարվել է երեխաների համար մուլտֆիլմում տրանսգենդեր կերպար ավելացնել, իսկ Amazon եւ Netflix սթրիմինգային ծառայություններում պրեմիերաներ են անցկացվել աստվածաշնչյան սյուժեների հիման վրա։ Նշվում է նաև, որ Հոլիվուդը ստիպված է հարմարվել Թրամփի քաղաքականությանը, չնայած դեմոկրատների աջակցությանը եւ նրանց հռչակած լիբերալ արժեքներին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին նախապես ծրագրված այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկի Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անցած շաբաթ օրը Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունները։ Արաղչին շաբաթվա վերջին կմեկնի Մոսկվա, շեշտում եմ, սա նախապես ծրագրված այց է, բայց իհարկե այս հնարավորությունը կօգտագործվի Մուսկատում բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար, ասել է Բաղային։ Անցած շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի եւ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի միջև։ Ըստ Ուիթքովի, Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունները դրական եւ կառուցողական էին։ Արաղչին նաեւ այս բանակցությունների մթնոլորտը որակել է կառուցողական եւ հանգիստ շնորհակալություն հայտնել Օմանի արտգործնախարարին իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակմանն ուղղված ջանքերի համար եւ հայտարարել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 19-ին։ Մոլդովիայի կազմում Գագաուզների ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլի պաշտպանությունը բողոք կներկայացնի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված Գուցուլի կալանավորման եւ ձերբակալության ժամանակ խախտումների հետ։ ՌԻԱ Նովոստին հայտնել է նրա փաստաբան Նատալիա Բայրամը։ Քիշնևի դատարանը նախկինում Գուցուլի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի, սակայն դատախազությունը վիճարկել էր այս որոշումը բողոք ներկայացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկեցին նաեւ փաստաբան որոնք այն անվանեցին անհիմն ու չափից դուրս խիստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է անհապաղ բանակցություններ վարել Սեուլի, Տոկիոյի եւ Դելիի հետ հետաձգելու ավելի բարձր մաքսատուրքերի։ Ներդրումը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Han Deok-sun Yonhap լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ երևույթին հրամայել է իր ենթականերին անհապաղ բանակցություններ վարել 3 երկրների՝ Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ։ Մեջբերում է գործակալությունը վարչապետի խոսքերը։ Ելույթ ունենալով տնտեսական անվտանգության, ռազմավարության, մշակման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպանը Han Deok-սունը նրանց պատմել է վերջերս Հարավային Կորեայի իշխանությունների եւ մասնավոր ընկերությունների կողմից Վաշինգտոնի դիրքորոշումը ճշտելու ջանքերի մասին։ Կիրակի օրը ԱՄՆ Նյու Յորք նահանգում կործանված թեթև ինքնաթիռի բոլոր 6 մարդիկ մահացել են, հայտում է NBC-ն վկայակոչելով պաշտոնյաներին։ Ոչ ոք չի փրկվել շաբաթ օրը մասնավոր ինքնաթիռի վթարից, երբ այն երկրորդ անգամ փորձել է վայրէջք կատարել Նյու Յորքի Կոլումբիայի շրջանում, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ վկայակոչելով պաշտոնյաներին։ Նշվում է, որ ինքնաթիռում 6 մարդ է եղել, նրանք թռչում էին պլանավորված ընտանեկան տոնակատարության։ Ինքնաթիռը մեծ արագությամբ բախվել է գետին, ասել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Թոդ Ինմանը։ Չինաստանը դադարեցրել է հազվագյուտ հողային մետաղների լայն տեսական ու արտահանումը, սպառնալով դադարեցնել ամբողջ աշխարհում ավտոմոբիլային եւ օդատիեզերական արդյունաբերության, կիսահաղորդչային ընկերությունների եւ ռազմական կապալառուների համար կարևոր բաղադրիչների մատակարարումները, գրում է New York Times-ը։ Մագնեզիի մատակարարումը դադարեցվել է չինական շատ նավահանգիստներում, մինչ Չինաստանի կառավարությունը մշակում է նոր կարգավորող համակարգ։ Գործարկվելուց հետո նոր համակարգը կարող է միշտ դադարեցնել մատակարարումները որոշ ընկերությունների, այդ թվում ամերիկյան ռազմական կապալառուների, ասվում է հոդվածում։ Ինչպես նշում է հրատարակությունը, հազվագյուտ հողային մագնիզները կազմում են Չինաստանի ընդհանուր արտահանման փոքր մասնաբաժինը, Միացյալ Նահանգներ եւ այլ երկրներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պատերազմն է եւ ինքը փորձում է դադարեցնել այն բազմաթիվ կյանքեր փրկելու համար։ Սա Բայդենի պատերազմն է, սա իմ պատերազմը չէ։ Սա այն պատերազմն է, որը եղել է Բայդենի օրոք։ Ես պարզապես փորձում եմ դադարեցնել այն, որպեսզի մենք կարողանանք շատ կյանքեր փրկել, ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհայտարարի կիսահաղորդիչների ներմուծման մաքսատուրքերի մասին, հայտնում է Reuters-ը։ Նա հավելել է, որ ճկուն կլինի ոլորտի որոշ ընկերությունների հետ կապված։ Ավելի վաղ Պոլիտիկոն հայտնել էր նոր մաքսատուրքեր մտցնելու Թրամփի ծրագրերի մասին։ Հրատարակության համաձայն ԱՄՆ նախագահը պատրաստվում է հանձնարարել ԱՄՆ առևտրի նախարարությանը հետաքննություն սկսել, որը կարող է հանգեցնել կիսահաղորդչային տեխնոլոգիաների նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Ինչպես նշում է Պոլիտիկոն, այս քայլը պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի եւ Արևելյան Ասիայի խոշոր տնտեսությունների միջև հարաբերությունների հետագա սրման համար, որոնցից երկիրը գնում է իր չիպերի մեծ մասը, օրինակ Թայվանը, որոշում է հեռար հետևանքներ կունենա ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք ապավինում են ներմուծվող չիպերին։ Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը տագնապի նարնջակույն մակարդակ է հայտարարել ուժեղ քամու պատճառով։ Սառը ճակատը, որը գործում է ուրբաթ երեկոյից, Չինաստանի հյուսիսում սաստիկ քամիներ է առաջացրել, հայտնում է Xinhuan։ Ըստ NMC-ի կանխատեսման, կիրակի առավոտյան ժամը 8-ից մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 8-ը ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի որոշ շրջաներում, Շանսի եւ Հեբեյ նահանգներում, ինչպես նաեւ Բեյջ քաղաքում քամիների ուժգնությունը կհասնի մինչև 11 բալ։ Գործակալության տվյալներով ավազային փոթորիկները սպառնում են տարբեր շրջաններին, ինչի պատճառով Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը կիրակի երկարացրել է տագնապի կապույտ աստիճանի նախազգուշացումը կապված ավազային փոթորիկների հետ։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով վաղը Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան։ Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ծախսերի ու կատարողականի զեկույցը, որ ազգային ժողովում ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովն քննարկելու է նաև ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսևորման մասով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հանձնաժողովը ստեղծելու համար փաստացի հիմք է հանդիսացել մարտի 20-ին Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրողներին, մասնավորապես հորդորել շուրթերը մաքրել։ Ազգային ժողովի աշխատակազմն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների նախաձեռնությանը։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով ՔՊԱ-ականները եւս բավականին ոգևորված են այս նախաձեռնությամբ։ Եթե չասենք միջնորդավորված տարբեր խողովակներով խրախուսում են Քոչարյանի դեմ դուրս եկած լրագրողներին։ Մասնավորապես ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ իր աշխատասենյակում հանդիպել էր ազգային ժողով լուսաբանող լրագրողներից մի քանիսին եւ լսել էր նրանց ու անթաքույց աջակցել Քոչարյանի դեմ նախաձեռնությանը եւ հասկացրել էր, որ հանձնաժողովը կձևավորվի։ Հավելենք նաեւ, որ քաղաքացիական պայմանագիրն արդեն տևական ժամանակ է մտադիր է պատժել Անդրանիկ Քոչարյանին, որն աջուձախ իր թիմակիցներին է վարկաբեկում, բայց փաստացի հենց այս միջադեպից հետո քաղաքացիական պայմանագիրն որոշեց գործի անցնել ու պատժել Անդրանիկ Քոչարյանին։ Քաղաքացիական պայմանագիրն էթիկայի հանձնաժողովի մասով վերջնական որոշում կկայացնի այսօր երեկոյան, խմբակցության նիստից հետո։ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստորագրել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր։ Մայիսի 19-ին կայանալիք Եվրամիություն Մեծ Բրիտանիա գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական սպառնալիքների ֆոնին։ Այս մասին հայտում է Financial Times թերթը։ Ըստ հրապարակման Թրամփի վարչակազմի գործողություններով առաջացած գլոբալ անկարգությունները ուժեղացնում են Բրյուսելի վճռականությունը ստորագրելու պաշտպանության եւ անվտանգության պայմանագիր Լոնդոնի հետ, որը թույլ կտա բրիտանական ընկերություններին մասնակցել զենքի համատեղ գնումներին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու ԱՄՆ նախագահի սպառնալիքները եւ Ռուսաստանին ուղղված նրա նախաձեռնությունները ստիպել են եվրոպական երկրներին հավաքականորեն վերազինվել եւ ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Նրանք նաեւ քննարկում են ուժերը միավորելու հնարավորությունը պաշտպանելու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո։
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ եւ բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 եւ 100% բաժնե մասերի սեփականատերը այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ 2020-ից 24 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու եւ այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները, մասնավորապես Երևան քաղաքի Պարույր-Սևակ փողոցի 51/2 եւ Երևան քաղաքի Վրացական փողոց 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ, անշարժ գույքի փաստացի գնի փոխարեն պայմանագրերում նշելով ավելի ցածր գին։ Հաշվի առնելով, որ քրեական վարույթում արկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր, 2025 թվականի ապրիլի 11-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները կայացնելուց հետո նշված անձանց ներկայացվել է մեղադրանք։ Արդյունքում ընկերությունների սեփականատերն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասից 1.662.000 ԱՄՆ դոլարին համարժեք 650 միլիոն դրամը։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ Հույդան Հայաստանի երիտասարդական միությունն ու Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական ջայրով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19:15-ին։ Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ջայրով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը ուղղված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։ Երթը նպատակ ունի որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման եւ համազգային կամքի դրսեւորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված, հեռու վանելով 1 տարից ավել մեզ հետապնդող ցեղասպանության ուրվականը։ Այս տարի եւս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել ջայրով երթին որպես ջահագիր։ Ջահագիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ Ջահագիր դառնալու համար հայտերը լրացնելու վերջնաժամկետն է ապրիլի 20-ն է։ Երթը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մասնակիցները կհարգեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վերահաստատելով պայքարի շարունակությունը։ Չինաստանի իշխանությունները որոշել են վիզայի սահմանափակումներ մտցնել ԱՄՆ վարչակազմի որոշ աշխատակիցների համար, այս մասին հայտում է Reuters-ը, վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Որոշումն ուղղված կլինի ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ըստ Չինաստանի վատ են վարվել Տիբեթի հետ կապված հարցերում։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը լրացուցիչ վիզային սահմանափակումներ է մտցրել չինացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրաված են օտարերկրյա մուտքի գործունեությամբ Տիբեթի որոշ հատվածներ։ Ապրիլի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացատրել է, որ ԱՄՆ որոշել է վիզային սահմանափակումներ մտցնել չինացի պաշտոնյաների համար, քանի որ Չինաստանի իշխանությունները թույլ չեն տալիս օտարերկրացիներին, այդ թվում դիվանագետներին եւ լրագրողներին մուտք գործել Տիբեթ։ Դաղստանում նորածին երեխայի վաճառքի հետ կապված գործարք է բացահայտվել։ Մայրը ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո ստացել է 500,000 ռուբլի։ Այս մասին հայտում է Մաշկոր Տելեգրաֆ ալիքը։ Տելեգրամ ալիքի տվյալներով 2024 թվականի դեկտեմբերին Դաղստանի 24-ամյա բնակչուհին ծննդաբերելուց անմիջապես հետո երեխային հանձնել է 40-ամյա կնոջ։ Մայրը 500,000 ռուբլի է ստացել նորածինին վաճառելու համար։ Որոշ ժամանակ անց երեխայի համար փորձել են փաստաթղթեր կազմել, սակայն մասնագետները կեղծիքի կասկածանքով դիմել են ոստիկանություն։ Երկու կանայք լիովին ընդունել են իրենց մեղքը, գնորդն իր գործողությունները բացատրել է սեփական երեխաներ ունենալու անհնարինությամբ, իսկ վաճառողն անդրադարձել է ֆինանսական ծանր վիճակին։ 4 ամսական փոքրիկը ժամանակավորապես հանձնվել է պետական խնամքի, դեպքի հանգամանքները պարզվում են։
Խորհրդարանի անդամ Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Գրենլանդիայի համար միակ սպառնալիքը ԱՄՆ-ն է։ Սոցցանցերի օգտատերը կարծիք է հայտել, որ Դանիան ռեսուրսներ չունի Գրենլանդիայի նպատակները պաշտպանելու եւ առաջ մղելու համար։ Օգտատիրոջը հետաքրքրել է, թե ինչ է պատրաստվում անել Դանիան, եթե որոշի կղզում բազա բացել։ Դանիան ունի ավելի քան բավարար ռեսուրսներ, մինչդեռ ԱՄՆ-ն ունի պարտքեր, եւ ոչ ոք չի սպառնում Գրենլանդիային, բացի ԱՄՆ-ից, գրել է Յարլովը ի պատասխան հրապարակման։ Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան այսպես թե այնպես կհայտվի ԱՄՆ վերահսկողության տակ եւ կղզու բնակիչներին խոստացել է հարստություն, եթե նրանք միանան Միացյալ Նահանգներին։ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավ քաղաքից 10 կիլոմետր դեպի արևմուտք։ Այս մասին հայտնել է Թայլանդի օդերևութաբանական վարչությունը։ Դրա տվյալներով երկրաշարժը գրանցվել է ապրիլի 13-ին տեղական ժամանակով 03:02-ին, իսկ աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում 3.4-ից 3.9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական սցենար դիտարկի միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում հարցը լուծելու համար, հայտնում է Axios պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին տեղեկացրել է Մուսկատում Օման իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին։ Ըստ Axios-ի, Իսրայելը խիստ թերահավատորեն է վերաբերվում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հավանականությանը։ Թեհրանն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը կարող է կրկին դուրս գալ դրանից, ինչպես դա արեց 2018 թվականին։ Աղբյուրները նշում են, որ Ուիթքոֆը նաև քննարկել է բանակցությունների առաջին փուլը Պարսից ծոցի երկրների պաշտոնյաների հետ, մինչդեռ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կատարի, Քուվեյթի եւ Եգիպտոսի իր գործընկերներին ներկայացրել է արդյունքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ, ասել է նա իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջին խորհրդակցությունները։ Ինչպես հայտնում են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական եւ հանգիստ մթնոլորտում եւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Եմենի ապստամբ Անսար Ալլահ շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում։ Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում, ասել է Սարյան հութիներին պատկանող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում։ Անսար Ալլահի ռազմական խոսնակը հայտնել է, որ այն խոցվել է տեղական արտադրության երկիրոտ հրթիռով։ Նրա խոսքով, սա ապստամբների կողմից Եմենի օդային տարածքում 2 շաբաթվա ընթացքում ոչնչացված այս տեսակի 4-րդ անօդաչու թռչող սարքն է, իսկ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո 19-րդը։ Ուկրաինայի հակամարտությունը եւ դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը, ինչպես լրագրողներին հայտնել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն մասնավորապես Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ վերջինիս անվտանգության երաշխիքները։ Եվրամիության խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում Գազայի հակամարտությունը եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Եվրոպացի դիվանագետի խոսքով Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիկան ավանդաբար տեսակոնֆերանսի միջոցով կխոսի նախարարների հետ, նրանց տեղեկացնելու ճակատում տիրող իրավիճակի եւ Կիևի առաջնահերթ կարիքների մասին։ Այնուհետև նախարարները կքննարկեն ժամանակավոր 30-օրյա հրադադարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն նաեւ Եվրամիության ռազմական աջակցության ավելացումը, ներառյալ զինամթերքի վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությունը, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
Առևտրային պատերազմը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանին, դատապարտված է ձախողման, ասվում է բրիտանական Financial Times 30 հոդվածում։ Հոդվածի հեղինակի կարծիքով կա 3 պատճառ, թե ինչու են ամերիկացի առաջնորդի ծրագրերը ձախողվելու։ Երկրների մեծ մասն այժմ հասկանում է, որ Թրամփի խորհրդականների կողմից ներկայացված տարբեր տնտեսական փաստարկները պարզապես պատուհան են, քանի դեռ Թրամփն իշխանության է, ԱՄՆ-ի վրա չի կարելի հույս դնել եւ ոչ մի առողջ առաջնորդ չի միանա նրան խաչակրած արշավանքին ընդդեմ Չինաստանի, ասվում է հոդվածում։ Թրամփի ապագա պարտության երկրորդ պատճառը ԱՄՆ արտաքին քաղաքականության կախվածությունն է պետական պարտքի շուկայից, պարզաբանում է հոդվածի հեղինակը։ Թրամփը ստիպված եղավ հրաժարվել բարձր մաքսատուրքերից շուկայի բացասական արձագանքից հետո։ Այդպիսով Թրամփը կորցրեց իր լծակները առևտրային բանակցություններում։ Նա չի կարող կրկին բարձրացնել տոկոսադրույքները, քանի որ գանձապետարանի շուկան նորից կապստամբի, ասվում է հոդվածում։ Ամերիկյան ավիացիան 3 հարված է հասցրել Եմենի Սանայի նահանգում գտնվող կերամիկայի գործարանին, հաղորդում է հութիներին առընթեր Ալ-Մասիրա հեռուստաալիքը։ ԱՄՆ-ն 3 ավիահարված է հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար թաղամասում գտնվող Աս-Սավարի կերամիկայի գործարանին, ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Եմենի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է 10 վիրավորի մասին։ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում, հայտնում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը Հռոմում, ասվում է պորտալի հոդվածում։ Ըստ հրատարակության աղբյուրների, հանդիպման անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի շրջակայքում գտնվող սահմանամերձ քաղաքների տնտեսությունը մեծապես կախված է կանադացի զբոսաշրջիկներից եւ այն անկում է ապրել, քանի որ կանադացիները բոյկոտել են նման այցելությունները։ Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի։ Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է NBC News-ը։ Դրանցից մեկը Բլեն քաղաքն է, որտեղ կանադացիները գալիս էին ավելի էժան բենզին ու տարբեր ապրանքներ գնելու։ Սակագների առկայության դեպքում նման ճանապարհորդությունները թանկացել են, ուստի կանադացիները նախընտրում են մնալ տանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում վաճառքները նվազել են 40-ից 50%-ով։ Այս մասին ասել է Բլենում գտնվող Chevron կայանի մենեջեր Մայք Հիլը։ Նա ավելացրել է, որ մարդիկ դադարել են քաղաք գալ եւ շրջապատում ուղղակի ոչ ոք չկա։ Վանկուվերի քոլեջի թոշակի անցած պրոֆեսոր Թոմ Միլսն ասել է, որ 1 տարի առաջ 6 անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, սակայն դադարեցրել է ճանապարհորդությունները այն բանից հետո, երբ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց խուսափելու արտասահմանյան գազ գնելուց եւ ամերիկյան ռեստորաններում սնվելուց։ Ես զայրացած եմ Թրամփի վարչակազմի վրա մեր նկատմամբ ամբարտավան եւ ճնշող վերաբերմունքի համար։ Ես տխրում եմ, որ շատ աշխատողներ եւ ձեռնարկություններ կարող են տուժել մեր գործողություններից, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ խուսափելու ԱՄՆ աջակցությունից, ասել է Միլսը։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ-պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանն ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Հայերում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ոչ ներգաղթային վիզայի դիմորդների համար, հորդորելով խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից։ Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ, նախքան պետական մարմինների կողմից բացահայտվել է։ Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարեք ճիշտ ընտրություն, հետևեք օրենքին եւ մի վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան, ասված է հայտարարության մեջ։ Այսօր առավոտից Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը Եղվարդի խճուղում, բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին, գրել է նա։ Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Trump International գոլֆի ակումբում բացել է իր հուշարձանը։ Ավելի քան 2 մետր բարձրությամբ արձանը ամերիկացի առաջնորդի նվիրել է գործարար Էնթոնի Կոնստանտինոն, ով իրադարձության մասին պատմել է նաև X սոցիալական ցանցում։ Հրատարակությունը նշում է, որ Թրամփն ու Կոնստանտինոն հանդիպել են հուշարձանի մոտ, մինչ ԱՄՆ նախագահը գնացել էր գոլֆ խաղալու։ Գործարարը նշել է, որ երբ առաջին անգամ տեսել է հուշարձանը, ամերիկացի առաջնորդը հպարտությունից փայլել է։
Նախագահը լավ տրամադրություն ուներ, կատակում էր, հաճել էր դա տեսնել, նշել է Կոնստանտինոն։ Իսկ այժմ եղանակի մասին այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերի լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։